Չինական կենդանակերպի որոշ կենդանիներ հատկապես բախտավոր կլինեն 2026 թվականին, մինչդեռ մյուսները կհայտնվեն կործանման եզրին։ Ինչ կբերի կարմիր հրեղեն ձիու տարին։ Արդեն 2026 թվականի փետրվարին, ավելի ճշգրիտ չինական օրացույցի 17-ին, կսկսվի կարմիր հրեղեն ձիու տարին։ Այն ունի իր անակնկալները և հաճելի, և տհաճ, չինական կենդանակերպի 12 նշաններից յուրաքանչյուրի համար։ Կարմիր հրեղեն ձիու տարվա ուժեղ կողմերը ըստ չինական հորոսկոպի։ Աստղագուշակի խոսքով փողի առումով ամենահաջողակ նշանները կլինեն խոզը, օձը, ցուլը և ձին։ Այս մարդիկ պետք է սկսեն պլանավորել իրենց ֆինանսները և նոր նախագծերը գալիք տարվա համար հենց հիմա։ Քանի որ չինական հորոսկոպի հիմնական սկզբունքն այն է, որ ցանկացած լավ աստղ բազմապատկում է ձեր ջանքերի արդյունքները, եթե ջանք չկա, ապա արդյունքները հավասար կլինեն։ Լավ աստղերը խորհրդանշում են հնարավորություններ այս կամ այն ոլորտում, նշեց նա։ Հարաբերություններում, գործընկերություններում ամենահաջողակները կլինեն այծը, աքաղաղը, շունը և ճաղարը։ Նրանք հեշտությամբ կհաստատեն նոր ծանոթություններ և հավանաբար կմտնեն արժեքավոր գործընկերությունների մեջ, թե գործնական, թե սիրային։ Չինական հորոսկոպը խորհուրդ է տալիս վագրերին և կապիկներին երկար ճանապարհորդություններ կատարել, որքան շատ նրանք ճանապարհորդեն, այնքան շատ գումար կվաստակեն ձիու տարում։ Վագրերը, կապիկները և օձերը անպայման պետք է անցնեն առաջացած դասընթացներ, գիտելիքները օգտակար կլինեն և այս նշանների մարդիկ կկարողանան արդյունավետորեն դրամանացնել դրանք։ Եթե խնդիրներ առաջանան, արժե դիմել վիշապներին կամ շներին, աստղը կփայլի նրանց գլխավերևում խնդիրները լուծելու համար։ Կարող եք նաև ձեր ուղեբեռը տանել այծին, տարվա արքայեզանի լավագույն ընկերը, ինչպես նաև ցուլին և աքաղաղին։ Այս տղաները այնքան պայծառ կփայլեն, որ ուրախ կլինեն իրենց բախտի լույսը կիսել ուրիշների հետ։ Նրանք հիանալի հասկանում են էներգիայի փոխանակման սկզբունքը։ Այսօր դուք հոգնում եք, վաղը նրանք կօգնեն ձեզ։ Չինական կենդանակերպի նշանների հաջողության վարկանիշը կարմիր կրակե ձիու տարում։ Աստղագուշակը չինական կենդանակերպի բոլոր 12 նշանները բաժանել է 3 խմբի։ Հաջողության աստղեր, դասակարգված 1-ից 5-րդ տեղերում, շատ ուժեղ դրական էներգիաներով և բացասականներ, որոնք քիչ ազդեցություն ունեն։ Լավ աստղեր, դասակարգված 6-ից 8-րդ տեղերում, մոտավորապես հավասար թվով լավ և վատ աստղերով, և աշակերտներ, դասակարգված 9-ից 12-րդ տեղերում, ամենաքիչ լավ աստղերով և ամենաշատ բացասական աստղերով։ 2026 թվականի աշակերտներ, 9-ից 12-րդ տեղեր։ Սրանք այն մարդիկ են, որոնց համար տարին կարող է բերել փորձություններ, անկայունություն և անկայունություն, բայց մի հուսահատվեք, ի վերջո ցանկացած առաջադրանքի մոտեցումն ու տրամադրությունը կարևոր են։ Աշակերտները պետք է բորբոքեն նույն կիրքը, որը ծանոթ է դպրոցականներին, ովքեր հասկանում են տվյալ խնդիրը լուծելու սկզբունքը և վայելում են իրենց տնային աշխատանքը կատարելը։ Մասնագետը այս նշանների մեջ առանձնացրել է կապիկին, վագրին, առնետին և ձիուն։ Կապիկը։ Կապիկը 9-րդ տեղը ռիսկի է ենթարկվում չափազանց հաճախ մենակ և վատ տրամադրության մեջ հայտնվելու։ Սակայն դրա բանալին ճանապարհորդությունն ու ուսումն է։ Կենտրոնանալով գիտելիքների վրա, նրանք իրենց ուշադրությունը կտեղափոխեն իրենց դժվարություններից դեպի ուժեղ կողմերը։ Վագր։ Վագրին 10-րդ տեղ կայցելեն բավականին շատ բացասական աստղեր, և առաջին հերթին նրանք պետք է զգույշ լինեն վնասվածքներից, հոգ տանեն իրենց առողջության մասին և ընդհանուր առմամբ ավելի զգույշ լինեն։ Վագրի հաջողության բաղադրատոմսը նման է կապիկի բաղադրատոմսին։ Այս երկու նշանները, ըստ չինական հորոսկոպի, 2026 թվականին կլինեն եզակի մտավոր ճանապարհորդներ։ Վագրի գաղտնի ռազմավարությունն է նաև կապվել տարվա արքայազնի հետ, որի հետ նրանք լավ հարաբերություններ կունենան, կամ օգնություն խնդրել շանից։ Առնետ։ Առնետին 11-րդ տեղ, ով վիրավորի տարվա արքայազնին, ստանում է մեծ ծախսերի, խոչընդոտների և էներգիայի աստղեր, որոնք կստեղծեն սարսափելի տրամադրություն։ Առաջին հերթին առնետները պետք է մանրակրկիտ կառավարեն իրենց բյուջեն, ունենան ֆինանսական բարձիկ և խուսափեն անխոհեմ ծախսերից։ Բայց այս ամենը փոխհատուցվում է խնդիրների նկատմամբ փիլիսոփայական վերաբերմունքով։ Սա հնարավորություն կտա աճի և զարգացման հոգևորության,
վերանայման և կյանքի նկատմամբ փիլիսոփայական մոտեցման միջոցով։ Ձի տարօրինակ է, բայց այս տարին անհաջող է համարվում տարվա գլխավոր կենդանու՝ ձիու 12-րդ տեղ տաք ծամվածների համար։ 2026 թվականին այս բացասականությունը զգալիորեն կփոխհատուցվի երկու դրական աստղերով՝ ուժեղ առաջնորդական նկրտումներով և ֆինանսական աճի հնարավորություններով։ Այնուամենայնիվ, տհաճ անակնկալները և հնարավոր վնասվածքները դեռևս կստիպեն ձիուն ավելի զգույշ և մտածկոտ լինել իր տարում։ 2026 թվականի լավ ուսանողները, վարկանիշային աղյուսակում 6-ից 8-րդ տեղերը, խոզը, օձը և վիշապը բավականին հաջողակ տարի կունենան և կունենան խնդիրներ լուծելու ռեսուրսներ։ Վատ աստղերը ազդում են բոլոր նշանների վրա, բայց արժե կենտրոնանալ ոչ թե թույլ կողմերի և թերությունների, այլ ուժեղ կողմերի և աճի վրա։ Խոզ ըստ չինական հորոսկոպի 2026 թվականին որ կենդանակերպի նշանը կլինի բախտավոր։ Լուսանկար 5TV Պետրու։ Խոզը 6-րդ տեղ, ենթակա է անխոհեմ ծախսերի և գիշատիչ էներգիայի էներգիաներին։ Սա նշանակում է, որ այն պետք է շատ ուշադիր պլանավորի իր ֆինանսները։ Այնուամենայնիվ, այս երկու աստղերի հետ մեկտեղ կա նաև 5 առատության աստղը, որը հնարավորություն է տալիս զգալիորեն ավելացնել եկամուտը։ Ի վերջո, 5 առատությունը ներկայացնում է 5 աղբյուրներից ստացված եկամուտ։ Ավելին, 2026 թվականին կարող են գալ ուրիշների օգնությունն ու աջակցությունը, ինչպես նաև հաջողակ գործընկերությունները։ Օձ ըստ չինական հորոսկոպի, որ կենդանակերպի նշանները կլինեն բախտավոր 2026 թվականին։ Լուսանկար 5TV Ru։ Օձը 7-րդ տեղ ստանում է դրական դրամական էներգիա, ինչպես նաև ֆինանսական հաջողության հնարավորություններ, իրենց հմտությունները բարելավելու և քննություններում գերազանցելու հնարավորություններ, ինչպես նաև երկնային խոհարարի աստղ, որը եկամուտ է ապահովում սննդի միջոցով։ Օձերը կարող են սկսել սննդի հետ կապված նախագիծ։ Շատ հավանական է, որ այն հաջողակ կլինի։ Առողջությունը և մարդկանց հետ փոխադարձությունները կարող են խնդիր դառնալ, և այդ փոխադարձությունները փլուզվում են ամենաանսպասելի պահին։ Վիշապը որ կենդանակերպի նշանը կլինի բախտավոր 2026 թվականին ըստ չինական աստղագուշակության։ Վիշապը 8-րդ տեղ կկարողանա հաղթահարել ցանկացած խնդիր 2026 թվականին, նրանք կստանան երկու խնդիրներ լուծող աստղ, և նրանք այնքան հաջողակ կլինեն, որ բավականին հնարավոր է, որ իրենց ղեկավարը հանկարծ զգաղիորեն ընդլայնի նրանց պարտականությունները և նույնիսկ առաջխաղացնի նրանց շնորհիվ 8 աթոռ աստղի։ Վիշապները պարզապես պետք է հետևի իրենց հուզական կայունությանը և զգույշ լինեն էքստրեմալ սպորտաձևերի հետ, ինչպես վագրերը, նրանք ունեն վնասվածքի բարձր ռիսկ։ 2026 թվականի սիրելիները լավագույն 5։ Սրանք ծուլի, աքաղաղի, այծի, ճաղարի և շան նշանների ներկայացուցիչներ են, նրանք կկարողանան պաշտպանել իրանց ձիու տարում։ Լավագույն աստղերը կթրջեն նրանց մոտ, և նրանք անպայման պետք է օգտվեն դրանցից նոր տարում։ Շուն ձիու ընկերը շունը 5-րդ տեղում կկարողանա լուծել խնդիրներ 2026 թվականին, ճանաչման արժանանալ իր նվաճումների համար, հասնել հնարավոր կարիերայի հաջողության և աճել հեղինակության մեջ։ 5 դրական աստղ կլուսավորեն նրանց ուղին ձիու տարում։ Բացասականները հիմնականում կապված կլինեն հնարավոր իրավական խնդիրների և ընդհանուր խնդիրների հետ։ Այնուամենայնիվ, վիշապի լճակը աստղը կապահովի ընդհանուր առմամբ դրական հեռանկար և կխանգարի նրանց հանձնվելուն, եթե ինչ-որ բան պատահի։ Ճաղար հարուստ և շատ գրավիչ ճաղարը 4-րդ տեղում մեծ ուշադրություն կգրավի հակառակ սեռի կողմից։ Կլինեն նաև հնարավորություններ արժեքավոր գործարար գործընկերություններ հաստատելու, վաճառքը մեծացնելու և զգալիորեն ավելացնելու իրենց եկամուտները շնորհիվ 4 աստղերի, որոնք զգալիորեն կընդլայնեն նրանց ֆինանսական հորիզոնները։ Նման տարում անգործ նստելը հանցագործություն կլինի, ուստի ճաղարները շտապ պետք է շփվեն և փորձեն իրենց ուժերը նոր նախագծերում, և անտեսեն իրենց մեջքի ետևում խոսակցությունները, 3 աստղ կնպաստեն դրան, բայց ճաղարները հավանաբար կհաղթահարեն դա։ Այծ տարվա արքայազնի լավագույն ընկերը այծն է, 3-րդ տեղը։ Այն կունենա լավ ֆինանսական հեռանկարներ և հովանավորների հետ հանդիպելու հնարավորություններ։ Միայն 3 թույլ բացասական աստղերը կբերեն աննշան դժվարություններ և ուժի պարբերաբար անկում, չնայած հզոր հովանավորների և օգնականների հզոր աջակցությանը։ Այծերը բավականին ընդունակ են ակտիվ լինելու ձիու տարում։ Աքաղաղ հմայիչ աքաղաղը 2-րդ տեղ կգրավի շրջապատի բոլորին,
Նրանք կստանան ճանաչում իրենց տաղանդների համար, ազդեցիկ անձանց հովանավորություն, ֆինանսական հնարավորություններ և շոշափելի էներգիա, ցանկացած խնդիր և դժվարություն լուծելու համար։ Կան միայն 3 բացասական աստղեր, որոնցից մեկը բավականին ուժեղ, կբերի անցյալից խնդիրներ կամ չլուծված խնդիրների ի հայտ գալը։ Սակայն աքաղաղը հաջողությամբ կհաղթահարի սա, շնորհիվ խնդիրներ լուծող աստղի և հզոր հովանավորների ու աջակցության։ Ցուլ 2026 թվականի 2 ամենաակնառու օգնականները՝ կայսրական աստղը և վիշապի առաքինությունը, գալիս են ցուլի մոտ, առաջին տեղ։ Իհարկե դրանք չեն երաշխավորում անձեռնմխելիություն և բնականաբար կարող են խնդիրներ առաջանալ։ Ցուլն ունի 5 բացասական աստղ, որոնցից 2-ը բավականին նշանակալի են։ Դրանք կբերեն խնդիրներ, դժվարություններ և անհաջողություններ, ինչպես նաև պլանների անսպասելի փլուզում, սակայն ուժեղ էներգիաները չեն լքի ցուլին դժվարության մեջ և միշտ կտան նրան հնարավորություն խուսափել ցանկացած դժվարությունից։ Ավելին, դրանք կմեղմացնեն բացասական աստղերի ազդեցությունը, այսինքն եթե դուք չգործեք, տարին կարող է անհաջող թվալ, բայց եթե դուք ոգևորությամբ մոտենաք դրա էներգիաներին, շատ շփվեք և ձեռնարկեք ակտիվ նախագծեր, ապա ձեր աշխատանքի ուրախալի և երջանիկ պահերն ու պտուղները շատ ավելի պայծառ կլինեն, քան ցանկացած փոքր կամ միջին չափի դժբախտություն, որը կարող է առաջանալ։ Իդեպ, յուրաքանչյուր մարդ ունի ոչ թե 1, այլ 4 կենդանի, որոնցից յուրաքանչյուրը պատասխանատու է ծննդյան տարվա, ամսվա, օրվա և ժամի համար։